ձեզ։ Շաբաթ գալիս եք ձեր խոսքը, այսպես ձեր խոսքով ամփոփում անցնող շաբաթը, խնդրեմ ինչ եք առանձնացրել այսօրվա համար, համեցեք։ Բարև ձեզ։ Երկրորդ հարցից սկսենք, առավոտը բացվեց եւ սարսափելի հրդեհ ճամբարակի հատվածում Տավուշի մարզի հասել։ Դե սա այս իշխանությունների բերած խաղաղ հարևանների հետ ապրելու ձևն է։ Նախ մենք ոչ ոքս չհասկացանք ոնց մեր թշնամին դարավոր դարձավ հարևան, ոչ թե հակառակորդ, եւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունները բաց այդ վարում են թուրքամետ քաղաքականություն, մենակ այդ հրդեհը չի, որ ցուցիչ է, որ այն մարդիկ, ովքեր մեզ դարավոր թշնամի են եղել, ոչինչ չի փոխվել, որովհետեւ 4-5 տարի առաջ 5000 մեր եղբայրների սպանողը, մեր տարածքները օկուպացնողը, լավ Արցախը առանձին պետություն էր, էլի հայկական էր, ասում են Արցախը Ադրբեջանինն էր, էս իշխանությունները, բա մենք ոնց հասկանանք Սևլիճն էլ էր թուրքերինը, չգիտեմ, Գեղարքունիքի, Վարդենիսի տարածքները, Ջերմուկի, Տավուշի տարածքներն էլ էին թուրքերինը, որ Նիկոլին թողես կասի դե Երևանն էլ է թուրքերին եղել ժամանակին, չգիտեմ, ամեն ինչ թուրքերինն է եղել, բա հիմա ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հարց տամ, այս 4-5 աստիճանին, էլի մեր երկրում հիմա եթե մենք նայենք ճամբարակի մոտ, Երևանում 10 աստիճան է, 11 աստիճան է, ճամբարակում 3-4-5 աստիճան է, օդի ջերմաստիճանը եւ ուզում եմ հասկանամ նույնիսկ եթե դու փորձես չգիտեմ, սիգարետ ծխես, գցես խոտերի մեջ կամ ինչ որ նմանատիպ անզգուշ քայլ անես, հիմա հրդեհ բռնկվելու եղանակ չի եւ դա պատահականության արդյունք չի կարա լինի, օրինակ, չգիտեմ, գյուղացիներից մեկը, հովիվներից մեկը սիգարետ ակցել կամ ինչ որ սխալ բան արել անուշադիր, սա ուղիղ հրդեհ է, որը հաստատ հայը չէր անի իր տարածքների հետ, այդ հրդեհը նաև տեսանյութի մեջ երևում է, որ եկել է ադրբեջանական կողմից եւ ճամբարակի մոտ սահմանի ամբողջ երկայնքով հիմա շատ ուժեղ հրդեհներ են, գալիս է հրդեհը հասնում արդեն գյուղ, արոտավայրերն են հրդեհված, հիմա ես ուզում եմ հասկանալ պետական որ մարմինը, չգիտեմ, մեր երկիրը ունի վարչապետ թե չունի, մեր երկիրը ունի ազգային անվտանգություն թե չունի, մեր երկիրը ինչ պետական ապարատներ ունի, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետության տարածքների բարօրության եւ անվտանգության համար։ 3 օր այս հրդեհները կա 2 օր։ Ով է դրանից խոսել, ով է պարզաբանում տվել, ով է ասել մեր պատճառով է, թե թշնամու պատճառով է, եթե թշնամու պատճառով է, ով է դրա համար ինչ որ բան խոսել եւ պահանջել։ Այդ տեսնում եք, դուք կասեք սրանք մարուկներ են, դե հիմա հրդեհա բռնկվելա, բայց ցանկացած բան մանրուքներից է սկսվում ցանկացած մեծ բան, մանրուքների մեջ է սատանան, այդպիսի արտահայտություն կա, եւ ես նորից ուզում եմ հասկանալ, ինչի համար է, որ ճամբարակում հրդեհ է, որ ինչի համար է, որ ոչ մեկ դրա համար բացատրություն չի պահանջել, կամ եթե բացատրություն պահանջելու չի, ինչի համար բացատրություն չեն տվել մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին, ճամբարակի սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայերին, ինչի չեն ասել, ինչի է բաժառընկե, ոնց են պատրաստվում դա հանգցնել, գիտեք ինչի, որովհետև Նիկոլ Փաշինյանը թուրքասեր, Նիկոլ Փաշինյանը թուրքի շահը առաջ մղող, թուրքերին իրեն բարեկամ համարող մի անձնավորությունով չի կարա հայ կոչվի։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Նիկոլ Փաշինյանը անձնագրով հայ է, Նիկոլ Փաշինյանը 1915 թվականին ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգն է, դա ռուսերենով ասած պասուցի, բայց մենք ուրիշ բան ենք տեսնում, դա այնպես չի ինչպես կա, որովհետև Նիկոլ Փաշինյանը լինելով հայ, կորցնելով 5000 հայրենակիցներ Արցախում, լինելով երկրի ղեկավար, կորցնելով Արցախը, ունենալով ցեղասպանության հարց, խնդիր, առավոտյան արթնանում է,
ասում է ես ղազախական երգ եմ կիսվում մեջին, այդ ղազախական երգն է, դա թուրքերեն երգն է, որովհետև մենք բոլորս գիտենք, որ ղազախ ժողովրդի 50%-ը ունեն ռուսական ծագում, 50%-ը ունեն թուրքական ծագում։ Մի ղազախերեն նմանատիպ լեզու չկա, դա թուրքական բարբարով լեզու է, այսինքն ոնց է օրինակ, որ տավուշցիները մի ձև են խոսում, գյումրեցիները մի ձև են խոսում, երևանցիները մի ձև են խոսում, արցախցիները մի բարբարով են խոսում, չէ, ղազախերենն է դες թուրքական բարբար է։ Նիկոլ Փաշինյանը այդ լեզվով երգ է դնում ցեղասպանության ժառանգը, Արցախի եւ մեր 5000 տղերքի այդ ամեն եղած դավաճանությունների ու հանցագործությունների չակերտների մեջ պահանջատերը դնում է թուրքերեն երգ առավոտյան սրտիկներ է sense դնում, թուրքերեն սրտիկներ է դնում մեր ժողովրդին, այս մարդը չի հասկանում, որ ինքը սխալ երկրի վարչապետ է, բա դե Թուրքիա ու Ադրբեջանի վարչապետը չէր կարա տենց կլոնը ձգեր, որ լիներ։ Հետո հաջորդ օրը մենք իմանում ենք, որ մյուս թուրքից, Ղազախստանի նախագահից Տոկաևից, ով ունի արևմտամետ հայացքներ, ով Ռուսաստանի ուղիղ թշնամին է, ինքը իր խոսքում, հարցազրույցներում դա ցույց է տվել եւ նաեւ պետք է հիշեցնեմ, որ Պուտինը շատ քիչ մարդկանց է տենց ուղիղ ու կոշտ պատասխանում եւ 2 տարի առաջ եւ Տոկաևը ուզում էր ցույց տալ, որ ինքը տղա է, էլի Ղազախստանի նախագահն է Պուտինին հակադարձեց, Պուտինը ասեց, այո, ձեր նման մտածողները ընկնում են Քադաֆիի օրը, այսինքն Պուտինը ինչ էր ուզում ասել, այն հիմար արևմտամետները ասում են, որ Պուտինը սպառնաց Տոկաևին կյանքին վտանգ է սպառնում, ոչ, Պուտինը պարզապես ասում էր, որ այն մարդիկ, ովքեր արևմուտքին են ծախում իրենց սիրտը եւ հոգին եւ հայրենիքը, վերջում արևմուտքի ձեռքով գնում են, որովհետեւ իրանց փոխարեն ավելի հարմար մարդ են գտնում, երբ պետք չի լինում։ Այ Սադամ Հուսեյնի եւ Քադաֆի օրինակը Պուտինը Տոկաևի մոտ դրա համար բերեց։ Լավ, ինչևիցե շարունակենք մեր թեման, ինչից որ խոսում ենք, մենք իմացանք, որ չգիտեմ, ինչ որ եսիմինչ արծիվ շքանշանի արժանացել բանը Նիկոլ Փաշինյանը Տոկաևից, սա բացառիկը չունեցող երևույթ է, առաջին հայ ղեկավարն է, ով թուրքական շքանշան է ստանում, ով ու ստացել է նրա համար, որ ինքը այնպիսի առաջնորդ է, որ Հայաստանի Հանրապետությունը հանել է մի այնպիսի իրավիճակից անելանելի, որը ոչ ոք չէր կարողանում հանել, դուք հասկանում եք, սա ինչ է, ասենք Նիկոլ Փաշինյանին պարգևատրում են թուրքերը նրա համար, որ ինքը 5000 տղու գլուխակեր է, Արցախը Թուրքին է նվիր է, հեսա միջանցքա տալու, Սևլիչն է տվել Թուրքին, Տավուշից տարածքներ է տվել, Վարդենիսից, Ջերմուկից, ցեղասպանության հարցն է ուրացել, Գերբը հանում է մեր Արարատը հանում է մեր զինանշանի վրայից եւ նմանատիպ քայլերի համար թուրքերը Նիկոլին պարգևատրում են արիության արծիվ մեդալով լավ առաջնորդ լինելու համար։ Հիմա այս ամեն ինչը աբսուրդ է։ Այս ամեն ինչը աբսուրդ է, որովհետեւ նաև սրան զուգահեռ մենք գիտենք, որ 5 հոգի, որոնց վրա ծախսվել է 18 միլիոն դրամ, գնացել են Բաքու, չգիտեմ ինչ-որ բանակցությունների, թե Բաքվում շպիոն դառնալու հետ գալու համար, մենք չենք կարա իմանանք իրանք ինչի են գնացել, բայց այսինքն 5 հոգու այստեղից Բաքու ուղարկելու համար ինչա 18 միլիոն փող ծախսվում, էլի ես ուզում եմ հասկանամ, դա ինչ են անում, սամալյոտը ոսկուց է, չգիտեմ, ջուրը որ լցնում են ոսկի է գալի ջրի տեղը, այսինքն սա ատկատի ուղիղ թալանի ցուցիչ է, այդ որ անգիր արած ասում են նախկինները թալանել են, հենց այս փաստ, որ ներկաներն են թալանում, որ ներկաների մոտ է կոռուպցիան ամենաբարձր մակարդակի վրա, որ ներկաները թալանում են ուղիղ պետական միջոցները դուրս գրելով, թալանում են այնպես, որ Իրանից Հայաստան մենք իմանում ենք համացանցից, որ չգիտեմ, փորձել են կոկային անցկացնեն, ասենք 2 տոննա, այդ կոկայինը բռնել են սահմանապահները, բայց չգիտենք այդ կոկայինը ուր է, որովհետև հայտարարություն չի արել, որ արգրավել են ու ոչնչացրել են այդ կոկայինը, այսինքն այդ կոկայինը, չգիտեմ, մահացա աշխատողներն են օգտագործում, թե մարդկա, որ տալիս են ինքը օգտագործում, թե վաճառում են, ինչ են անում։ Այո, հիշում եմ այն, որի մեջ որ նաև նիկոլական կար խառնված չէ, ինչ որ մեկի եղբայրն էր բանում
այդպիսի լրատվականներում այդպես էին գրում եւ ոչ ոք չհերքեց դա, այսինքն ես ուզում եմ հասկանամ մենք ուր ենք գնում, ուր ենք հասել, ինչքան ենք հանդուրժելու այս թուրքա մոլությունը, թուրքին սիրելը մեր երկրի ճակերտների մեջ առաջ տանողի կողմից, ուր ենք գնում այս թալանով ու կոռուպցիայով, ուր ենք գնում օրինակ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, կոկային են արգրավում, բայց այդ կոկայինը չենք իմանում ինչա լինում։ Այդ նրանից է գալիս, որ 16-17 տարեկան երիտասարդները հիմա բարձի թողի վիճակում բոլորը եւ մեծ մասը, եթե ոչ բոլորը, նմանատիպ հետաքրքրություններով են տարված, որ այդ ամեն ինչը ազդելու է նրանց սերունդ տալու վրա, նրանց ընտանիք կազմելու վրա, նրանց հայ եւ հայրենասեր մեծանալու վրա, բայց ամեն ինչը քաղաքականություն է, որոնք նիկոլականները, որոնց ձեռք է տալիս եւ նրանք աչք են փակում նման բաների վրա։ Եվ նաև ես կցանկանամ խոսել այս իշխանությունների տակարությունից եւ վախկոտությունից, որ լավ, միևնույն է անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանին եք փակի տակ պահում, անհասկանալի է, որ սրբազաններին եք փակի տակ պահում, բայց ինչ որ միտեղ հասկանում ենք, որ վախկոտեք իրանք էլ իրանցից շատ լուրջ վտանգ են ձեր եւ ձեր իշխանության համար ներկայացնում, ապօրինաբար ձերբակալ եք։ Լավ են կնոջ օրինակ Լիդիային կալանքը երկարացրեցիք։ Լավ դուք ունեք մայր, ունեք կին, ունեք սրբություն, ինչ այդ կինը տերոր էր պլանավորել, հա, աներ ձեր նկատմամբ, դուք էլ տերորիստ եք բռնել, կալանավորում եք, հա, օրինակ այն Աբովյանում օրը ցերեկով մարդ սպանած մարդասպաններին ես չտեսա, որ գետնին տապալելով բանով տենց մեծ արձագանք, որ դուք բանն եք, որ ժողովուրդը տեսնի, որ օրը ցերեկով մարդ չի կարելի դանակով սպանել կանանց աշկի, երեխեքի աշկի առաջ կանգ առում, դուք դա չեք սարքում, եսի, ինչ ասենք Տիկին Լիդիայի պես խելոք իր համար հա պայքարի ինքեր է մեզ, բայց ինքը բոլոր տեղերում էլ աչքի անկել իր համեստությամբ, իր, չգիտեմ, հայրենասիրությամբ, իր գաղափարները ձեր դեմ են, ձեր դեմը պայքարում սրբազանի հետ, այդ կնոջը պետքա դնեք 3 ամիսը մեկ 3 ամսով կալանավորեք, հա արդեն մի տարի է այդ կինը փակի տակ է, ձերբակալված է, դուք հայասեր եք, հայրենասեր եք, կին ու ընտանիք սիրող եք, էս է ձեր պատկերը, դուք վախկոտ տականքներ եք, ովքեր պատրաստ են ամեն ինչի գնալ, ամեն ինչ անել, միայն թե իրենց բոլոր հակառակորդներին փակի տակ պահեն, ռեպրեսիայի ենթարկեն, չգիտեմ, ապօրինաբար գործեր կարեն ու սարքեն նրանց վրա, հանրության ներկայացնեն ընդդիմադիրներին տերորիստներ, պատերազմ ուզողներ, վախի մթնոլորտ ստեղծողներ, ու նախկիններին եք ասում պատերազմ բերողներ, նախկինները մի հատ 91-ից 94 թվականներին երկիր են ազատագրել, մի հատ ապրիլյան քարորա պատերազմին այնց հակահարված են տվել, կանխել են այդ պատերազմը, դուք եկել եք այնքան զոհ եք տվել, ինչքան 91 թվից մինչև 2018 թիվը այդքան զոհ չի եղել, այս 5-6 տարվա մեջ, այդքան զոհ եք տվել ու կորցրել եք այնքան տարածք, ինչքան նախկինները այդ տարածքները ազատագրել ու տվել էին մեր ժողովրդին։ Հիմա դուք ինչից եք խոսում, հա, ասում եմ ես Արցախի համար ամենաշատ բանն եմ արել, ասում ես որ չգա իշխանության, Հայաստանը չէր լինի։ Այդ կտերդ կգնաս քո անկիրթ նիկոլականներին կտաս, ովքեր պատրաստ են քո ջուջուլը ուտել, էլի տենց հետևորդներ էլ ունես դու, ովքեր որ տենց կոմենտներ են քեզ գրում, այդ ցածր ցենզ ունեցող կրթական մարդկանց կարած դու խափես, որովհետև ժողովուրդը տեսնում է, որ դու խափեբա ես։ Հիմա դուք ասում եք էջմիածնում ջախջախիչ հաղթանակ տարանք։ Ի՞նչն էր ջախջախիչ հաղթանակ։ Ընդդիմությունը համարյա ձեր չափ ձայն է հավաքել իրար հետ գումարած այդ ձայները։ Ջախջախիչ հաղթանակը գիտեք որն է։ Ոնց որ ես սիրում եմ սպորտը համեմատել քաղաքականության հետ։ Ոնց որ բոքս լինի 12 ռաունդից։ Ոչ մեկ նոկաուտ չլինի, աչուկներով են մեկը կրի մի սպորտսմենը, ասեն ջախջախիչ հաղթանակ տարա, ոնց որ ֆուտբոլ լինի 1-0 այն մի թիմը այն մյուսին կրի, ասեն ջախջախիչ հաղթանակ չի, դա ծայրը ծայրին հազիվ տարած հաղթանակ է, որը չի խոսում, որ մյուս խաղին դու էլի կարող ես հաղթել։ Քո համար ստեղ մյուս խաղը մյուս ընտրություններն է, բայց ինչևից է ես վստահ եմ, որ օրինակ Նիկոլը
մյուս ընտրությունները նույնպես կեղծելու է, իր պետական լծակները օգտագործելու է։ Մենք տեսանք, որ Էջմիածնում նորից լույսեր տարան, ուղղորդումներ կար այդ նախկիններին օլիգարխիայի մեջ մեղադրող Նիկոլը եւ նիկոլականները լավ էլ փորով օլիգարխներ ունեն, ովքեր լավ էլ չգիտեմ, մարդկանց շահագրգռում են, որպեսի գնան ընտրա տեղամասեր եւ իրենց օգտին քվյարկեն, դավաճանների օգտին քվյարկեն։ Ինչի մասին է խոսքը։ Այս երկրում ոչ կոռուպցիան է վերացել, ոչ ընտրակաշառքն է վերացել, ոչ էլ բոլոր այն երևույթներն են վերացել, որի համար Նիկոլը խաբեց ժողովրդին ու եկավ իշխանության։ Եվ ես խնդրում եմ ամեն անգամ մեր ժողովրդից հաղորդման վերջում, որ միասնական լինեն պայքարը Նիկոլի դեմ։ Ամեն մեկը իր տեղը պատասխանատու լինի նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վաղը պետքա չլինի վարչապետ, որ մեր երեխաները, մեր մեծերը, մենք կարողանանք ապրել, արարել, պահել մեր երկիրն ու պետականությունը, որպեսզի կարողանանք առաջ գնալ, աճել ու կորցրածը հետ բերել, ինչի պատճառով որ մենք հիմա այս իրավիճակում ենք հայտնվել։ Դա մենակ Նիկոլի ու նիկոլական քաղաքականության պատճառով է։ Եվ միակ փրկությունը այս ամեն ինչից դա կլինի ընտրություններով, կլինի փողոցային պայքարով, ոնց կլինի Նիկոլից ազատվելն է։ Մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր պահանջատիրությունը, մեր գաղափարները, մեր եկեղեցին, մեր ընտանիք սիրելը միայն կարա պահպանվի Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։ Մենք այլ փրկություն եւ ելք չունենք։ Շնորհակալ եմ։ Եվ ամեն դեպքում անկախ ամեն ինչից այս հետապնդումները որ շարունակվում են, տեսեք, նույնը որ այս իշխանությունները անդադ պնդում են, որ նույն վաղաշաբաթի օրինակը դուք բերեցիք, ջախջախել են իրենք։ Դե չեն ջախջախել, դա բնականն է։ Այս իրականացումն է, որ իրենք ամեն ինչ իրենց սրտով ժողովուրդը իրենց մանդատ է տվել ըստեյության անեն այս ամեն ինչը, բայց դե որ այդքան վախեր չունեն, անհանգստություններ չունեն։ Նույն վաղաշաբաթի ընտրությունների գիշերը գնացին ընդդիմադիր տեխնացիների արժեքները։ Կայո, կա, ձերբակալեցին անա, բայց դե խոսում եմ ռեպրեսիաներ անեն։ Հիմա նայեք, եթե մանդատ, օրինակ մանդատ տվել են Վարդան Ղուկասյանին գյումրեցիները, մանդատ տվել էին Են գյոզալ տղուն Վոլոդյային, որ հենց նիկոլականները գլուխը կերան, որ հիմա ամբողջ գյուղը պահանջում է, որ այդ ախտոյանները այդ գյուղում չապրեն, չէ, այդ ժողովուրդն է, չէ, պահանջում, դա ժողովրդավարություն է, չէ, այստեղ էլ դատ ու դատաստան պետք չի, մի ամբողջ գյուղ հելել կանգնել է, ասում ախպեր, մենք դատ ու դատաստանը տեսել ենք, մեր համայնքապետին նիկոլականներն են սպանել ու չենք ուզում, որ այդ տղեկը մեր գյուղում ապրեն։ Հիմա մի քանի տարի Մամիկոն Ասլանյանին էին ձերբակալելով Վանաձորի քաղաքապետներ, հիմա Գյումրու քաղաքապետին են ձերբակալել, Սպարտակին ձերբակալեցին Վարդան Ղուկասյանի տղային, Վալոդյային սպանեցին, հիմա Էջմիածնում բան են անում, այդ ընդդիմադիր թեկնածուների տներն են մտնում, ռեպրեսիաներն են անում, այո, մեր Դավիթ Համբարձումյանին են կալանավորել, ով Մասիսի քաղաքապետն, այսինքն պարզ երևում է այս մարդիկ ձերբակալում են բոլոր այն մարդկանց, ում ժողովուրդը տվել է վստահության քվե Նիկոլի դեմ, այսինքն սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Նիկոլը, նիկոլական ուժայինները, նիկոլական ապարատը թքած ունեն ձեր կարծիքի վրա եւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն չի, ռեպրեսիաներ է եւ այդ ռեպրեսիաների արդյունքում Նիկոլ այդ առավոտյան երգերով ու սրտիկներով երեկոյան լավ էլ մարդկանց բռնում է, ապօրինաբար տանում ձերբակալում է եւ գյումրեցիներ, մասիսցիներ, փարաքյարցիներ, ինչու ոչ երևանցիներ, ում խափեցին եւ նիկոլական Ավինյան Տիգրանին սարքեցին քաղաքապետ, որտեվ Երևանում շատ մոտ էին ընդդիմադիրները, որպես իրենք ունենային քաղաքապետ։ Դուք իմացեք, որ Նիկոլը նույնիսկ ընտրություններով ձեր հաղթած տեխնացուին փագելու է։ Դրա համար Նիկոլին է պետք հաղթել։ Նիկոլին պետք է հեռացնել, այ իմացածները դրա մասին էր։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը եթե լինի, մենք չենք ունենա հայրենիք, չենք ունենա մեր ձայնը եւ չենք ունենա այն մարդկանց այն աթոռների վրա, որտեղ որ ընտրել ենք, որովհետև հիմա փաստը եւ կյանքը ցույց են տալիս, որ ես ճիշտ եմ ասում եւ ընդդիմադիրները առհասարակ ճիշտ են ասում։ Եվ ըստ էության նաեւ ժողովուրդը, որ ընկճվել պետք չէ, պայքարը, այսպես ասենք, պետք է անընդհատ լինի, հետևողական լինի, խնդրեմ։ Դե ընկճվել ոչ մի դեպքում պետք չէ, դա աստվածաշնչով էլ մեղք է ընկճվելը, հուսահատվելը եւ ես բազմաթիվ անգամներ օրինակներ եմ բերում, մենք օրինակ 2018 թվականից ես անձամբ պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Չի եղել մի այնպիսի շարժում,
որ ես չմասնակցեմ այդ շարժմանը ու մասնակցել շարքային որպես ցուցարար չէ, ակտիվ մասնակցել եմ, ին վրա կան բազում քրեական գործեր, բոլոր տեղերում եղել եմ, չգիտեմ, ինչ հնարավոր է ես ինձնից արել եմ եւ լիքը իրավիճակներ ա եղել, որ ես հուսահատվել եմ, որ ասել եմ լավ չստացվեց, ուրեմն չի լինելու, բայց դա հուսահատությունը մեղք է։ Եթե դու պայքարի մեջ ես, եթե դու նպատակ ես դրել քո առաջ եւ պետք է հասնես քո նպատակին, կամք ունեցող մարդը միևնույնն է կհասնի իր նպատակին եւ մենք 7 տարի, 8 տարի պայքարում ենք Նիկոլի դեմ։ Սիրելի հայրենակիցներ, օրինակ, չգիտեմ, Չիլիում, երբ պայքարում էին բռնապետության դեմ չիլիական, օրինակ պայքարել են 30 տարի, օրինակ Չէ Գևարան, Ֆիդել Կաստրոն 18-19 տարի ցեխերի մեջ, արգենտինական բաներում ճահիճների մեջ, հաց չուտելով, չքնելով, մի զենքով, մի պատրոնով պայքարել են եւ իրենց գաղափարին, իրենց նպատակին հասել են, ազատագրել են իրենց երկիրը եւ նայեք, օրինակ Ֆիդել Կաստրոն 18-19 տարի պայքարել է, պարտիզանական պայքար է մղել գործող իշխանությունների դեմ եւ դրանից հետո մոտավորապես 50 տարի պաշտոնավարել է եւ դրա համար իսկականից հուսահատությունը մեղք է եւ այն մարդը, այն անձնավորությունով կամքա դրսևորում եւ ում պայքարը հայրենիքի համար է, ում պայքարը եկեղեցու համար է, ում պայքարը ընտանիքը պահելու համար է, ում պայքարը նախկինում քո զոհված նախնիների համար պահանջատեր լինելու համար է, այդ պայքարը չի կարա չորհնվի Աստծո կողմից եւ չի կարա այդ պայքարը չհաջողի եւ նաեւ կան աստվածաշնչյան ճշմարտություններ, որ դու պետքա շատ պայքարես, շատ քրտինք թափես, շատ ջանք ու եռանդ դնես գործի մեջ, որպեսզի դու կարողանաս հասնել հաջողության, ոչ ոք չի կարա ասի երբ պետքա հաջողեինք կամ պետքա հաջողենք եւ որ պահից է որ էլ պետքա չպայքարել, դրա համար պետքա յուրաքանչյուրը սեփական անձով պայմանավորի պայքարը եւ պատասխանատու լինի իր եւ իր ընտանիքի անդամների համար այդ պայքարի ժամանակ, որպեսզի մենք կարողանանք հասնենք հաջողության, թե չէ իրար վրա գցելով, իրար վրա բարթելով, հանրապետականներ, մեղավոր դաշնակցություններ, մեղավոր էս ընդդիմադիրներ, մեղավոր էս քաղաքական, այդտենց մենք կպարտվենք։ Մենք պետքա միասնական լինենք, որ կարողանանք մեր գլխավոր հակառակորդին քաղաքական հեռացնել իր զբաղեցրած զավթած ապօրինաբար պաշտոնից։ Եվ նաև հենց վաղաշաբաթի ընտրության հաջորդ առավոտը շտապեց գրել, որ իրեն իբր քվեն տվել Վեհարանի դեմ գրոհը իրականացնելու։ Դե դա նայեք, Վեհարանի դեմ ընտրություններ չէր, դա վաղաշաբաթի ընտրություններն էր եւ օրինակ կարող Նիկոլ Փաշինյանը ասել, որ վաղաշաբաթի ընտրություններում օրինակ ինձ քվեն տվել, որ տրանսգենդերները վաղաշաբաթում տկլոր քայլ են։ Օրինակ տենց կլինի, բնականաբար չի լինի։ Օրինակ չէին դրել վաղաշաբաթում հանրաքվե վեհապարի դեմ կամ եկեղեցու այդ մարդիկ էլ գնացել Նիկոլին են քվեարկել։ Դե ուրեմն պալյուբոմու եթե դրա դեմել են, դրա համարել են Նիկոլին քվեարկել, վաղաշաբաթի հալալ կեսնել Նիկոլի դեմ է քվեարկել։ Հետևաբար այդ խնդիրը միևնույնն է, տենց չի կարա Նիկոլը կտի ու մանիպուլացնի ժողովրդին ու տենց լուծի այդ խնդիրը, որովհետև նայեք, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ես 51% է հավաքել Նիկոլ Փաշինյանի տեխնացուն, հա 48 նույնիսկ 50%-ը մնացածն են այդքան հավաքել, այսինքն դա չի լինում, որ այդ հարցը նույնիսկ իր տեսանկյունից լուծվեց։ Այսինքն Նիկոլը իր ռեպերտուարի մեջ է, իր մանիպուլյացիաները, ստերը, ամեն ինչ ցանկանալ հարմարեցնել իր գործողություններին եւ կարծիքին միանշանակ դա այդպես չի եւ դա սխալ է նման մեկնաբանում տալը դրան, որովհետեւ վաղաշաբաթիների մյուս կեսն էլ ուրեմն քվեարկելա վեհապարի եւ եկեղեցու օգտին։ Հիմա նաեւ ասում են առաջիկան գնում Արարատի մարզ, այս շրջիկ Դե դա ես մեկնաբանել եմ եւ որակել եմ, դա սեկտա է, դա աղանդավորների մի խումբ է, որովհետեւ չի կարա մարդ ընտրություններին լինի ակտիվիստ, պատարակի ժամանակ լինի դպիր, քաղաքական, հիմա կլինի ես գամ ստեղ քաղաքական հարցազրույց տամ, կիրակի օրը գաք վաղը տենակ կոնդի եկեղեցում, խունկը ձեռս ես պատարակ եմ, չի լինի, չի կարա տենց լինի, որովհետև ամեն մարդ իր մասնագիտությունը ունի, իսկ նիկոլականները այնքան սրբություն չունեն, որ իրանց սեփական դպիրն ունեն, իրանց սեփական հարսանիք անցկացնող ունեն, կնունք են Տեր Արամ են ասում, ինչ են ասում, Ստյոպա է իմ համար ինքը Ստյոպիկ, Տեր չի կարա լինի, ով եկեղեցու Աստծու դեմ է դուրս եկել հանուն Նիկոլի, ով անսկզբունքային տղա է, ով
Նիկոլի դեմ էր պայքարում, չգիտեմ, իրան շահը ոնց են բան արել, շահարկել իրան, որ ինքը վեհապարի դեմ է խոսում, իրան դրել է ինչ-որ սրբի տեղ ա դրել, բաներ ա խոսում, որը լրիվ անմտություն է եւ ես չեմ էլ ցանկանա դրանից խոսել, ուղղակի ուզում եմ ասել, որ Նիկոլը ուզում է 80% ձեն հավաքի, չնայած տես բան չի կարալնի, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը Նիկոլին ինչ որ բանի համար մանդատ է տվել, որտեվ Նիկոլը նախ մենք կասկածի տակ ենք դնում նրա ցանկացած անցկացած ընտրություն, որովհետեվ ընտրությունները կեղծում է։ Դա այդքանով հերիք է ու անցանք առաջ։ Ես եմ շնորհակալ։